2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ներկայում արդեն միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, ընդգծելով, որ սա կարևոր փոփոխություն է սոցիալական ապահովության ոլորտում։ Կենսաթոշակների աճին նպաստել է նաև հետվճարի համակարգը, որի արդյունքում միջին կենսաթոշակը որոշ դեպքերում մոտ 10%-ով գերազանցում է սպառողական զամբյուղը։ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու դեպքում կկորցնի ՀՆԱ-ի 23%-ը, այս մասին հայտարարել են Ռուսաստանի անվտանգության խորհրդից։ Հնարավոր ազդեցությունները ներառում են նաև աշխատաշուկայի կրճատում 10.5%-ով եւ գնաճի աճ 22.6%-ով։ Նշվում է նաև ներքին սպառման հնարավոր նվազում ավելի քան 20%-ով ներկայիս մակարդակից, ինչպես նաև էներգակիրների, այդ թվում բնական գազի գների աճ։ Հայաստանը բարելավել է իր դիրքը Heritage հիմնադրամի տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում, զբաղեցնելով 52-րդ հորիզոնականը 176 երկրների շարքում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարձրացել է 5 հորիզոնականով։ 2025-ին մեր երկիրը զբաղեցնում էր 57-րդ տեղը 65.4 միավորով։ Հայաստանը ինդեքսում առաջ է անցել մի շարք Եվրոպական միության անդամ երկրներից։ Պետական գույքի կառավարման կոմիտեն գործարկել է e-Action Seyem հարթակը պետական գույքի աճուրդների գործընթացը ամբողջությամբ թվայնացնելու նպատակով։ Այսուհետ ոչ միայն պետական, այլ նաև համայնքային գույքի օտարումները կիրականացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Ավարտվել են նաև հարթակի տեխնիկական արդիականացման աշխատանքները եւ ներդրվում են նոր գործիքներ օգտատերերի համար համակարգը դարձնելու առավել հարմարավետ։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը նախատեսում է 11.7 միլիարդ դոլար հատկացնել Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմական գերազանցության պահպանման եւ ընդլայնման համար։ Բյուջետային միջոցները կուղղվեն մի շարք ուղղությունների՝ ուժեղացված ռազմական ներկայության ապահովում, լոգիստիկ համակարգերի բարելավում, զորավարժությունների ընդլայնում եւ ենթակառուցվածքների զարգացում։ Միացյալ Նահանգները նպատակ ունի զսպել Չինաստանին, զարգացնելով իր ռազմական հնարավորությունները։ Միացյալ Նահանգների վարչակազմը դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը եւ սառեցրել ռազմական համագործակցության ծրագրերը։ Ամերիկացի եւ իրաքցի պաշտոնյաների տվյալներով Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը վերջերս արգելափակել է մոտ 500 միլիոն դոլարի տեղափոխումը Իրաք բեռնատար ինքնաթիռով։ Այդ միջոցները գոյացել էին իրաքյան նավթի վաճառքից եւ պահվում էին Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում։ Եվրամիության 26 անդամ պետություն պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Հնարավոր պատժամիջոցները կարող են լինել թիրախային ուղղված այն անձանց դեմ, որոնք գործողություններ են իրականացնում ընդդիմության կամ ազատ լրատվամիջոցների նկատմամբ։ Բրյուսելը նախատեսում է վերանայել Վրաստանի հետ փոխգործակցության մոտեցումը, ավելի ակտիվ շփվելով հասարակության հետ եւ փոխանցելով Եվրոպայի դիրքորոշումը։ Եվրոպական միության մի շարք երկրներում մաքուր էներգիայի մասնաբաժնի աճը հանգեցնում է էներգիայի ծախսերի նվազման։ Եվրոնյուզի հաղորդմամբ 2026-ին 5 երկրում սպառողները կխնայեն էներգիայի վճարների շուրջ 58%-ը։ Խոսքը Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի եւ Սլովակիայի մասին է։ Զեկույցի համաձայն այդ երկրներում ընդհանուր խնայողությունը կկազմի շուրջ 8.5 միլիարդ եվրո։ Հայաստանի էլեկտրական ցանցերի բոլոր նոր բաժանորդների համար բաշխման ցանցին միացման միանվագ վճարները կփոփոխվեն։ Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից, ենթադրաբար ապրիլի 23-ից։ Ըստ պաշտոնական հայտարարության փոփոխություններն իրականացվել են խնայված միջոցների հաշվին։ Նոր սակագները կգործեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։ Վճարները կկատարվի նոր սակագներով մինչև 40% ավելի ցածր սակագներով առանձնատների, բազմաբնակարան շենքերի բնակարանների, իսկ իրենց մատակարարվող էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման այդ գործակիցները կվճարեն գրեթե 55 մինչև 55% ցածր գործակիցներով։ Սնուցման կետից ավելի հեռու գտնվող բաժանորդների համար բնականաբար այդ գումարելին
տարբերվող կլինի եւ մի քիչ ավելի մեծ կլինի։ Նորակառույց բազմաբնակարան շենքերում հեծի բաժանորդ դառնալու համար դիմում է կառուցապատողը։ Հիմա փաստացի ավելի քիչ գումար վճարելով ծառայության համար։ Այս քայլով կառուցապատողներին լավություն անելու ձևակերպումները թյուրըմբռնում են համարում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Պարզապես հարմար հնարավորություն է ստեղծվել սակագներն իջեցնելու, իջեցրել են։ Այդ սակագինը ձևավորվում է հաստատուն ծախսերից եւ փոփոխական ծախսերից։ Եվ փոփոխական ծախսերի մասով ունենք դրական դինամիկա եւ հաստատուն ծախսերի մասով։ Հաստատուն ծախսերի մասով, այսինքն ներկա հեծ ղեկավարությունը կարողացել է այնպիսի մրցույթներ անցկացնել, որոնց արդյունքում ձեռքբերվող սարքավորումները ավելի էժան գնով է ձեռքբերվում, իսկ փոփոխական ծախսերի մասով հիմնական դրական փոփոխությունը այն է, որ մեր հանրապետությունում սպառման ծավալները բավական աճ են գրանցել վերջին 1 տարում հատկապես։ Հայաստանի էլեկտրական ցանցերը շուրջ 47 միլիոն դոլարի համարժեք վարկային պարտավորություն եմ արել։ Ներկայում ընկերության ֆինանսական միջոցները թույլ են տվել գնալ նման փոփոխության։ ՀՑԿՀ հետ ամիսներ տևած համագործակցության մասնագիտական խորհրդատվությունների արդյունքում է նաև հնարավոր դարձել նվազեցնել բաժանորդ դառնալու համար 1 անգամ վճարվող գումարը։ Իսկ թե որքան երկարաժամկետ կլինի վերանայումը եւ արդյոք ապագայում այս սակագնի ավելացում կլինի թե ոչ, դեռ դժվար է ասել։ Կապանի Սյունիք օդանավակայանը կարող է ստանալ միջազգային կարգավիճակ, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով այդ ուղղությամբ գործընթացն արդեն մեկնարկել է։ Օդանավակայանը ներկայում արդեն կարող է ընդունել որոշակի չափով օդանավեր, իսկ անհրաժեշտության դեպքում կկատարվեն թռիչքուղու ընդլայնման աշխատանքներ, ավելի մեծ ինքնաթիռներ սպասարկելու համար։ Փաշինյանի գնահատմամբ Սյունիք օդանավակայանը ունի միջազգային թռիչքներ իրականացնելու զգալի պոտենցիալ։